Հետորաբանություն մենք որքան հնարավոր է քարոզարշավ որքան թույլ է տալիս իհարկե տեսնում ենք որոշ հայտարարություններ որոնք հնչում են մեր ռուսաստանյան գործընկերների կողմից ես այս օրերի ընթացքում նաև ձեզ չնայած ծնգլ անելու հանգամանքին համբերատար մի քանի անգամ անդրադարձել եմ այդ հարցին մենք ընդհանրապես որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, քաղաքական երկխոսության մեջ, տնտեսական հարաբերություններում, ոչ ուղիղ, ոչ էլ բազմակող հարթակներում մեր համագործակցությանը, ԵԱՏՄ, ԱՊՀ, այլուր, Եվ մենք կարծում ենք, որ բոլոր խնդիրները, որոնք առաջացել են կամ կարող են առաջանալ, իսկ խնդիրներ բոլոր հնարավոր հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջանում են, եւ ահա մենք հույս ունենք եւ տրամադրված ենք բոլոր այդ տեսակ խնդիրները առողջ կառուցողական գործընկերային մթնոլորտում քննարկել եւ գտնել լուծումներ։ Գիտեք, կա հակվածություն, ես տեսնում եմ վերագրել այս խնդիրները ինչ որ Հայաստան-Ռուսաստան լարվածության, ինչ որ Հայաստանի կամ այդպես էլ են ասում, չգիտեմ, եվրոպական, պրոեվրոպական կամ պրոարևմտյան քաղաքականության հետևանք կամ ընտրությունների հետ են կապում, այս վախենամ հիասթափացնեմ այդպես մտածողներին, այս տեսակ խնդիրներ եղել են մշտապես։ Մի քիչ ջանքի դեպքում ձեզնից յուրաքանչյուրը կարա գտնի որևէ ալկոհոլային խմիչքի կամ որևէ բանջարեղենի կամ մրգի Ռուսաստան մուտքի արգելափակման խնդիր 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ, 25 տարի առաջ։ Այս հարցը ինչքան փորփրեք մեր մամուլը, ժամանակ առ ժամանակ մշտապես եղել է։ Այսօր էլ հենց որ սեզոնը բացվում է, այս չգիտեմ, որևէ պտղի, բանջարեղենի, մրգի հետ կապված ինչ որ